Իսել միացրեցինք, երբ որ սկսում էի օնլայն բիզնեսը, այն ժամանակ ես չէի պատկերացնում, որ սենց հրաշալի աշխատանքային գործիքներ կան օնլայն բիզնես անող մարդկանց համար, ովքեր կարան իրոք տնից անեն օնլայն բիզնես, անեն հանդիպումներ, չէ, հիմա տեսեք, ես Գերմանիայում եմ, ձեզ այն շատերը Հայաստանում են, Ռուսաստանում են, Վրաստանում են, չէ, ստեղ մենք աղջիկներ ունենք, ես տեսնում եմ, որ եւ Հայաստանից, եւ Վրաստանից, եւ Ռուսաստանից, ես Գերմանիա, ուրիշ երկրներից ոնց որ չունենք այսօրվա միացած, բայց ես ունեմ գործընկերներ նաև Ղազախստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում։ Մի խոսքով, այդ իրոք հրաշալի հնարավորություն է ու ձեր համար էլ կարծում եմ դա շատ լավ, որ դուք էլ եք պատկերացնում, գիտակցում, որ ոչ մի պրոբլեմ չկա այսօր օնլայն բիզնեսի համար, չնայած շատ-շատերը մտածում են, որ օնլայն բիզնեսը դա ինչ-որ մեծ բան է, ինչ ասեմ, տարօրինակ կենդանի է, որը հնարավոր չի լինի իսկական բիզնես եւ այլն, ուղղակի քչերն են պատկերացնում, որ օնլայնը դա ընդհանրապես աշխատանքային գործիք է բիզնեսի ձեռքում։ Եվ խելացի դա կիրառելու դեպքում դու կարող ես քո բիզնեսին շատ-շատ մեծ թափ տաս, որովհետեւ օրինակ իմ նաստավնիկները իրանց բիզնեսը արել են եւ մինչեւ հիմա անում են առանց համակարգչի ու առանց հեռախոսով, որտեղ զանգերանում են, բայց ասենք տենց օնլայն գործիքներ, ուղիղ եթերներ, YouTube-ի ալիք կամ Telegram-յան խմբում սենց ստաբիլ հանդիպումներ բան, իրանք չեն արել։ Ես չգիտեմ ով է ձեզ այն ծեղել իմ նաստավնիկ Արտուր Գևորգյանի հետ հանդիպմանը, որտեղ ինքը պատմում էր, որ ոնց է ինքը Տոմ Սարը գնացել Մոսկվա, որ Մոսկվայի իր պարտներների հետ հանդիպի, քշել գնացել Վրաստան, Ռուսաստան, նույնիսկ մեքենայով իմ նաստավնիկ Նորայրը մի անգամ պատմել, որ ինքը քանի անգամ իր մեքենայով գնացել է Ռուսաստան, պատկերացնում եք, այդքան ճանապարհ քշե գնացել, որ իր բիզնեսը զարգացնի։ Ինչի մասին եմ ես հիմա խոսում, որ եթե օրինակ հիմա ես էլ ունեմ հնարավորություն վերցնել Տոմ Սարն էլ գնալ Ռուսաստան, օրինակ եմ ասում, բիզնես զարգացնելու համար, բայց եթե ես հիմա ունեմ այդ հնարավորությունը, բայց երբ որ ես սկսել էի բիզնեսը, ես չունեի նույնիսկ հնարավորություն տաքսի վերցնել Երևանի այստեղից հենց գնալ, ունեի, բայց երևի չէի տա, որովհետև եկամուտները շատ սուղ են, չէ, երբ որ բիզնես չկա, եկամուտ չկա, դժվար է, նույնիսկ տաքսի քաղաքում տաքսի վարձել չեմ ասում, ավտո առնել եւ գնալ ինչ-որ մեծ կողքի քաղաք կամ կողքի երկիր։ Ու երբ որ ես սկսեցի բիզնեսը, ես նաեւ չէի պատկերացնում, որ ես ինձ հանդիպումներ եմ արելու ամեն շաբաթ եւ այլն, ու եթե ինձ մեկը ասեր, որ դու սենց բիզնես ես անելու, դու սենց Telegram-ի գրուպ ես բացելու, սենց մարդիկ գալու են քո հանդիպմանը, դու ինչ-որ խելացի բաներ ես խոսալու եւ այլն, ես կասեի, որ ձև չկա, ես ամաչկոտ եմ, ես չեմ կարող մարդկանց մոտ խոսամ եւ այլն։ Այսինքն նախ եւ առաջ գործիքները կա, բայց երկրորդ բանը, որ ես ձեզ ուզում եմ ասել, որ այդ վախի հաղթահարումը, կոմպլեքսների հաղթահարումը, շատ բաներ, դրանք մարդուն միանգամից չեն տրվում, դա երևի թե աշխատանքը ինքդ քո վրա է, որ դու կամաց փոքր քայլերով քո վրա աշխատում ես։ Ինչպես նաև հենց բիզնեսը վարելու սաղ ամբողջ տեխնիկան ինձ նույնպես միանգամից չի տրվել, իմ համար ընդհանրապես շատ ձիգ էր, որ ինչ-որ մեկին ինտերնետում ինչ-որ բան առաջարկել, այն ժամանակ դա հիմա գիտեք ոնց հիմա ինչ ձև եմ ես աշխատում, ես հիմա իմ բլոգը ունեմ, որտեղ մարդիկ հետևում են, ինձ գրում են, գալիս են իմ թիմ եւ այլն, բայց այն ժամանակ շատ վաղուց ես չունեի բլոգ, ես ունեի Facebook-յան էջ, ես ունեի Instagram-յան էջ, որով մարդկանց ես ինքս գրում էի նամակներ եւ գրում էի, ծանոթանում էի, իմ առաջարկը ներկայացնում էի եւ այդպես աշխատանքի հայտարարություններ էի տարածում ինտերնետում եւ այդպես մեկ տարում վաստակեցի իմ առաջին 1 միլիոն դրամը ցանցային բիզնեսում
չնայած որ ես էլ չէի սպասում, ճիշտն ասած, ես շատերը գիտեն իմ պատմությունը, ես շատ համեստ աղջիկ եմ ընդհանրում ու ես որոշել եմ ուղղակի ամիսը մի 100,000 դրամ վաստակել իմ ամուսնուն օգնել, որտեղ այդ ժամանակ ամուսինս դպրոցում տնօրեն էր աշխատում, փոքր էին երեխաները եւ անկեղծ ասած եկամուտը շատ ցածր էր, փոքր էր, դե ես չգիտեմ, թվում է դուք պատեք, որ դպրոցի տնօրենները տենց ես ինչ չեն ստամ։ Ճիշտ է, հետո ինքը տեղափոխվեց մի հատ մեծ հիմնարկի ղեկավար, այնտեղ 2 անգամ ավել էր վաստակում, բայց այդ ժամանակ, երբ որ ես բիզնեսը սկսեցի, ինքը դպրոցի տնօրեն էր ու մտածում էր գործը փոխելու մասին, ավելի շատ վաստակելու մասին եւ այլն, ու ես մտածում էի, հա դե պարզ է, երեխա ես ունեցել, 4 երեխա ունես, դու էլ որպես կին ոնց որ ասած, դե ամեն ինչ արել ես եւ այլն, բայց մի տեսակ, չգիտեմ, իմ մեջ այդ գործարար քնարիկը չէր կարողանում քնել, հանգստանալ, հա, ասեր, դե լավ այլ ասենք, երեխեքիդ մեծացրու, բան, ես իրոք այնպես անտարբեր մարդ չեմ, ես չէի կարողանում նայել շատ հարցերին ու նաեւ ես շատ եմ մտածում ապագայի մասին, որովհետեւ երեխաները մեծանում են ու ես հասկանում եմ, որ իրանց կրթությունը պետք է լինելու տալ, պետք է սովորել եւ այլն ու այդ ամենը ինձ հանգիստ չէր տալիս։ Մի խոսքով 2016 թվականին ամռանը սկսեցի բիզնեսը, ինձ թվում էր, որ սա շատ հրաշալի բիզնես է եւ ինձ հիմա էլ է թվում, որ սա շատ հրաշալի բիզնես է, բայց ինձ թվում էր, որ դա հրաշալի կլինի բոլորի համար ու դա շատ հեշտ կլինի անելը եւ ինչը հնարավոր է դուք էլ այսօր ձեզանից շատերը բիզնեսը նոր են սկսել ու հնարավոր է դուք էլ մտածեք, որ այս բիզնեսը շատ հեշտ է անել եւ դա հետո շատ ցավոտ է լինելու ձեզ ընդունել, որ չէ, որ ոչ մի հեշտ բան չկա, որ եւ այս բիզնեսն է հեշտ չանել, կարող է ինքը հեշտ է թվում կամ հեշտ է պատկերացնում եւ այլն, բայց իրականում շատ բարդություններ կա, որ հենց սկզբից դու պետք է հաղթահարես ու այսօր դրանց մասին մենք անպայման խոսալու ենք, որտեվ ես սիրում եմ ու իմ համար շատ կարևոր է, որ իմ պարտներները հոգեբանորեն պատրաստ լինեն բիզնեսին։ Դա շատ կարևոր է, որտեվ եթե օրինակ եմ ասում մարդը ինքը պատրաստ չի բիզնեսին, ողջույն Նաժելա, Ադամյան, աղջիկներ ջան, ովքեր որ ծանոթ չեն սիրելի Անժելա Ադամյանին, Faberlic Online Business նախագծի տնօրեն, շատ հաջողակ կին, Անժելա Ադամյան, ծանոթացեք, սիրեք, հարգեք, ինձ թվում է միջոցառումներին հանդիպել եք արդեն Անժելայից, չէ՞։ Հա, վերջին սեմինարին շատ աղջիկների հանդիպեցինք, Քնար ջան։ Այո։ Շատ եք հասցրեցինք խոսենք, շփվենք, անգամ ծանոթանանք։ Անգամ գիտեի որ տնօրենի թիմից եմ, բայց քանի որ ինձ ճանաչում էին, հասցրեցի ծանոթանալ, շփվել։ Հրաշալի։ Թիմի հետ, շատ նորեկների հետ ծանոթանալ, որովհետև երբ որ այդպիսի միջոցառումներ ա լինում, աշխատում եմ, որ իմ թիմից շատերը մասնակցեն ու նորեկները, որպեսզի կարող ճանաչել իրար, տեսա աղջիկները չեն միացրել իրանց կամերաները, ասեցի ես միացնեմ։ Այո, ապրես Անժելա ջան։ Իսկ դու ինչպես ես եկել բիզնես Անժելա ջան։ Դու ինչու որոշեցիր բիզնես սկսել։ Ես բիզնես եկել եմ 2020 թվականին, այսինքն սկսել եմ աշխատել 20 թվականի սկիզբ։ Բիզնես եկել եմ տալիս հրավերքով, Անի, այսպես պատահական ստացվեց, ֆիրմային ծանոթ եմ եղել, միշտ օգտվել էի ֆիրմայից, բայց որպես բիզնես առաջարկ, որպես օնլայն աշխատանք չէի ստացել երբեք այդպիսի առաջարկ։ Դե երևի թե նրանից է Քնար ջան, որովհետև ես սոցկայքերում չկայի այդ ժամանակ, անգամ Facebook չունեի ու դժվար էր ինչ-որ մեկի կողմից օնլայն հարկ ստանայի։ Դրա համար սա այսպես մի փոքր էլ խրախուսում եմ աղջիկներին, որ պարտադիր ձեր շրջապատը ուսումնասիրեք, շատ մարդկանց պատմեք ձեր բիզնեսի մասին, որովհետև իրականում ես առաջարկը օնլայն չեմ ստացել ու ինձ հետաքրքրել է, ես եկել եմ այդ բիզնես առաջինը նրա համար, որ աղջիկս փոքր էր այդ ժամանակ, ես տանն էի, չէի աշխատում
ու ամուսնուս հետ էլ համաձայնության էինք եկել, որ պետքա աղջկաս ես մեծացնեմ, առաջի բալիկն էր, չգիտեմ։ Ու այդպես չէի աշխատում, սա իմ համար իդեալական տարբերակ էր, որ ես կարող եմ տանից գումար աշխատել, նոր լսում էի քեզ Քնար ջան, ու երբ որ դու ասում ես ես որոշել էի 100,000 դրամ աշխատել, անկեղծ ինձ այն ամենաչնչին գումարն էլ այդ պահին բավական էր, միայն թե ես ինչ որ բանով զբաղվեի տանի, այդ կարգավիճակում էի, որովհետև զանզանում էի երեխայի հետ, դրա համար այս բիզնեսը իմ համար շատ կարևոր դարձավ ու գիտես հիշում եմ Քնար այսօրվա պես հիշում եմ ինձ որ միացրեցին խմբերին առաջի անգամ անին միացրեց խմբերին այդ ժամանակ մի վիդեո կար ու այդ վիդեո ես չեմ կարողանում գտնել ինձ ոգևորող վիդեո ես հիմա չեմ կարողանում գտնել արդեն քանի տարի մի վիդեո կար խմբերում, որը որ տարածվել էր, այն ժամանակ այսպես մի փոքր թրենդային էր, երբ որ բանկում գաղտնի նկարահանում էին անում, ոնց են գումարներ կախիկացնում։ Ես մի քանի անգամ նկարել եմ։ Ու ես անիենց չաթում տեսա մի վիդեո, որտեղ ամը քո ամուսինը կախիկացնում է քո ստացած բոնուսը 4 միլիոն դրամից ավել։ Չգիտեմ դա որ կոչման քո բոնուսն էր, որ կոչումներ հաստատել, Էլիտար տնօրենի բոնուսներ։ Այո, այսօրվա պես հիշում եմ ու առաջի մոտիվացիան, որ ես ստացա, որ ես հասկացա, որ այստեղ փաստորեն կարելի է գումար աշխատել, հենց այդ վիդեոն է եղել։ Ես գտնեմ այդ վիդեոն քո խաթրանժո։ Կգտնես այդ վիդեոն ու գիտեք առաջին միտքը որն էր իմ մոտ, քանի որ իմ ֆիրմայում լինելուց մի քանի տարի առաջ քույրիկս ֆիրմայում եղել է ու ուղղակի կատալոգային վաճառքով էր զբաղվում, ես ֆիրման այդպեսին գիտեմ։ Մենք էլ մտածում եմ, էս ինչ են անում Ֆաբերլիկում, որ այսքան փող է տալիս իրանք Ֆաբերլիկը, այդ մտքերը ինձ հանգիստ էր տալիս։ Ու հենց այդ պահից է սկսեցի ավելի լուրջ վերաբերվել բիզնեսին։ 20 թվականի սկսել եմ աշխատել Քնար ջան 20 թվականի սեպտեմբեր ամսին արդեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամսին արդեն օրինական դարձրեցի այսպես համագործակցությունս ֆիրմայի հետ պատկերացրու մի քանի ամիս է տևել ու ես արդեն պայմանագիր ունեի ֆիրմայի հետ ԱԶ ունեցա ու կարողացա իմ գումարները կանխիկացնել բանկից ու դա էլ էր, գիտես, իմ համար մոտիվացիա։ Ոչ միայն այն, որ ես տնօրենի կոչում եմ ուզում, այլ ես ուզում եմ իմ աշխատածը, չգիտեմ, ստանալ, տեսնել, չէ, դա մոտիվացիա է։ Ու դա իմ համար նպատակ էր եղել, որ ես պետքա դեր տարին չվերջացած, ես պետքա ունենամ այդ պայմանագիրը ֆիրմայի հետ։ Այնա Գայանեն էլ ա դրել մի հատ վիդեո անձնական կաբինետից ա դրել, պրիվետ Գայ ջան։ Ես Տեղագայնոպյանը։ Ես էլ դրեցի, չգիտեմ դու որն ես տեսել, բայց ես ունեի YouTube-ում, հիշում էի ոնց էի վերնագրել, կթա դրեցի, կարաս գտնես քո մոտիվացիոն վիդեոն։ Իրականում տենց է, դու գալիս ես բիզնես, հետո ախորժակը ոնց որ կամաց բացվում է, էլի, որ չէ, ինչ որ իրականում այդ շատ ոնց ասեմ խելամիտ մոտեցում է բիզնեսում, որ մարդը ոչ թե, չգիտեմ, ինչ-որ մեծ փողերի հետևից է գալիս միանգամից ու հիասթափվում է, այլ ինքը գալիս է փոքր նպատակներ, բայց ռեալիստական նպատակներ է դնում իր առաջ, դրանց հասնում է, որտեվ երբ որ նպատակը մեծ է դրված բիզնեսում, իսկ մոտը շատ մարդկանց ոնց ասեմ դեմոտիվացնում, որ միանգամից մեծ նպատակ են իրենց առաջ դնում բայց ես ասեմ իմ առաջին նպատակը ճիշտ է, ես ուզում էի 100,000 վաստակել, այդ ճիշտ է, բայց իմ առաջին նպատակը բիզնեսում եղել է 100 կամ 200 բալը։ Ես մտածել եմ, որ եթե ես անեմ 100 կամ 200 բալ, ես այդ նշանակում է, որ բիզնեսը աշխատում է, չէ, դու քո համար պետք է մի հատ բան ֆիքս ես, այս բիզնեսում, օրինակ իմ հովանավորները շատ լավ հաջողություններ ունեն, շատ լավ են վաստակում եւ
իմ գայանեն, իմ նաստավնիկը եւ իր նաստավնիկը եւ իր նաստավնիկի նաստավնիկը, բայց ես նաեւ տեսնում եի, որ մարդկանց, որոնք որ հենց իրանց թիմերում, որոնք որ օրինակ մի տարի կամ 2 տարի, ասենք իրենց եկամուտները 10,000 դրամ ա եղել կամ 20,000 դրամ ա եղել, ու ես չգիտեի իմ մոտ ոնց է ստացվելու, բայց այդ հարցերը ես իմ հովանավորի հետ քննարկել եմ իրականում, ես այն հարցել, ես ինչ պիտի անեմ, որ օրինակ ունենամ այս ստատուսը կամ ինչ գործողություն պիտի անեմ, ինքը ինձ բալերով ամեն ինչով բացատրել է։ Ես սկսել եմ մարդկանց գրանցել ու հաշվել այդ բալերը, քանի գրանցումից, քանի մարդ, ինչքան պատվեր, դա ինչքան միավոր է եւ այլն, եւ հետո տենց հասկացել եմ ինչպես կարելի է բիզնեսը պլանավորել։ Այսինքն գալիս է մի պահ, որ դու կարողանում ես պլանավորել քո գործողությունները։ Օրինակ ես չգիտեմ, ստեղ են մեր արդեն ստատուս ունեցող աղջիկները լիքը մարդիկ կան, ովքեր իրանք արդեն հասկանում են, որ իրանք գործողություններից է գալիս արդյունքը, ու դու պետքա քո գործողությունները ճիշտ անես ու ճիշտ պլանավորես։ Թեկուզ հենց սկսած քո առաջին զակազից, հենց քո անձնական ապրանքային շրջանառությունից դու պետքա շատ խելացի վարվես այդ ամեն ինչի հետ ու ճիշտ պլանավորես քո գործերը բիզնեսում։ Օրինակ ամենադժվար բանը դա նորեկների համար, նորեկները չէ, sense դժվարության փուլեր են անցնում։ Առաջի բանը իրենց անձնական պատվերն է։ Իրենց դա շատ դժվար է տրվում, որովհետև դժվար է փոխել սովորությունը, դժվար է օգտվել մի հատ ուրիշ խանութից, դժվար է չգնալ սուպերմարկետը, որը դու սովորես գնալ, հիմա դու պիտի գնաս, օրինակ, ուրիշ տեղից առևտուր անես, ուրիշ ֆիրմայից առևտուր անես, այդ օրինակ ինձ էլ է դժվար տրվել, ես չեմ կարող գլուխ գովամ։ Նույնիսկ ասեմ, առաջի կատալոգը զակաս չի արել նաստավնիկս, երբ որ ես զանգեցի նաստավնիկիս ու սկսեցի բիզնեսից հարցեր տալ, ասեց քնարիկ ջան, դու զակաս չես արել։ Դու ինչ բիզնես ես ուզում անես, էլի, դու պետքա զակաս անես, այդ էլ հո բիզնես չի։ Այդ էլ ես ինչ մի մեծ բան չի, դու տեղից սկսի, այդ կետից սկսի, դու պատվեր չես արել, քո կաբինետը ֆիրման կջնջի պասիվության պատճառով։ Ես ոնց կջնջի բան։ Ես տես լուրջ չի վերաբերում իր ասած բաները, դե տենց է, որ նորեկներն է գալիս են բիզնես, բայց իրանք սենց թրիվրի մի ճպուր, որ նաստավնիկս ասես քո կաբինետը կջնջի ֆիրման, ես շոկի մեջ, հաջորդ օրը գնացի վրա զակազը արեցի։ Եվ պատկերացնում եմ, թե ինչքան ահավոր կլիներ, եթե ես այդ դժվարությունից հենց հետ կանգնեի բիզնեսում։ Ու հետո օրինակ իմ համար նաև դժվար էր 50 բալ անել բիզնեսում, դա նույնպես դժվար էր, որ ես սկսեցի 50 միավոր անել։ Եթե ճիշտ եմ հիշում, ես երկրորդ կատալոգից սկսել եմ 50, երկրորդ կատալոգից 50 միավոր եմ ապահովել։ Ու գիտես ոնց եղավ դա, Քնար ջան։ Առաջ անգամ նախ Անին ինձ կատալոգ տվեց, որովհետև մենք մոտիկ էինք ապրում, հենց Աբովյանում։ Ու հետաքրքիր գիտես, որ նա շատ ճիշտ ես ասում, դժվար է, որովհետև ես այսպես էի սովոր, որ պետք է ամուսինս աշխատավարձ ստանա, մենք դրանից հատկացնենք այսքան գումար, գնանք ամսվա մեջ մեկ անգամ գնենք այն տնտեսական ապրանքները կամ այն հիգիենիկ միջոցները, որը ինձ կամ իմ ընտանիքին անհրաժեշտ է, որովհետև ես տարիների ընթացքում նա սովորել եմ դրան, այդպես է։ Ու այն որ կատալոգս ես թերթում եմ, ասում լավ ինչ պատվիրեմ, լավ ինչ պատվիրեմ, ու չգիտեմ ինչ պատվիրեմ։ Որտեղ ստանում ես տունը։ Կողմնորոշվել, ոչ թե չէի ուզում պատվիրել, այդ չի կողմնորոշվում ինչ վերցնեմ։ Ու 10 քանի հազար դրամ ա եղել առաջի գնումներս ու առաջի կատալոգում հենց ես 100 միավոր եմ թիմային դրացրել, ասեմ, որ լավ աշխատել եմ, այո, ու գիտիշնա հետաքրքիր, բա ուրա իմ գումարը, չէ որ ես 100 միավոր եմ լրացրել, չէ Քնար ջան։ Այո։ Ու այդ հարցի տանջումը, բա ուրա իմ գումարը, ես ինչի չեմ ստացել, թեկուզ իմ 2000 դրամ եկամուտը, ուրա որ չկա։ Ու մեկ էլ հոչ մարքեթինգ պլան, որտեղ ասում որ պետքա դու 50 միավոր ապահովես, որ ստանաս քո եկամուտները։ Երկրորդ կատալոգից սկսած ես 50 եմ ապահովել, որ իմ 1000 քանի 100 դրամ, 2000 դրամը ըստ իմ հաշվին։ Ու դա իմ համար մոտիվացիա էր, ես դրանից ոգևորվել էի, որ թեկուզ աշխատել եմ 2000 դրամ։ Արդեն գիտակցաբար մոտենալով նրան, որ ինձ անհրաժեշտ է կատարել այդ 50 բալը։
Իսկ ոնց արեցիր, դու ինքդ քո համար արեցիր մի անգամից 50 բան։ Չէ, քնար ջան, քանի որ մենք այսպես փոքր ընտանիք ենք, ես եմ, ամուսինս ու աղջիկս, սկզբնականում ոչ թե չկա ապրանք գնելու, այլ ես չէի կողմնորոշվում գնումների հետ կապված։ Սկզբնական շրջանում դե քանի որ շրջապատել մեծ չունեի, տանն էի, աղջիկս փոքր էր, ու չկար, չեմ վաճառել ապրանքը, չեմ կարողացել։ Դե երևի դա էլ բաշարելու բան է, ես դա չեմ բաշարել, վաճառել չեմ կարողացել։ Ես վերցնում էի ապրանքներ իմ տան համար, որը ինձ էր անհրաժեշտ, ինձ երեխայիս, որտեղ աղջիկս փոքր էր, ամուսնուս, եւ քանի որ ֆիրման մեկնարկային քայլի նվերներ է տալիս, բոլորս էլ գիտենք, չէ՞։ Ես այսպես կաշառել էի իմ ընտանիքի անդամներին, մամայիս, քույրիկիս, ասել էի, որ եթե դուք ինձանից օգտվեք, ես ձեզ նվերներ կտամ։ Ու ատամի իրանց տան ատամի մածուկը, մազի ներկերը, շամպունները, լոգանքի գելերը ամեն ինչ վերցնում էին ինձանից, ես էլ իմ մեկնարկային քայլի նվերները բաժանում էի 3 մասի՝ ինձ, մամայիս ու քույրիկիս։ Ու մենք 3 հոգի թեշտությամբ 50 միավոր ապահովում էինք։ Արդար է։ Մենք էլ ես էլ եմ տենց արել, իմ առաջի 50 միավորը մամայիս քույրիկիս հետ եմ արել։ Ես իրենց միշտ բան եմ ասում, քանի որ դուք իմ բիզնեսին օգնում եք, դուք իմ ֆիրմայից եք օգտվում, ես միշտ ինչ-որ նվեր էի տալիս, գիտես ինչի անժով, որտեղ խելքս չհերիքեց, ես մեկնարկային ծրագրի առաջի քայլից ընկա։ Ես արեցի 4500 դրամի պատվեր, առաջի քայլը, այն ժամանակ չկար վերականգնել քայլը, եւ մեկնարկային ծրագրից ընդհանրապես չեմ օգտվել, вообще ես նվեր չեմ ստացել ֆիրմայից, բայց ես ինքս ինձ բան եմ անում, ոնց ասեմ, հույս էի տալիս, ասում եմ, ոչ չքնարի ջան, կհարստանաս, քո համար ինչ պետք է կվերց կառնես, էլի քեզ նվեր պետք չի, հանգստացի, որ հանգաստ է, տենց է, չէ՞, մի բան էլ նոմա, ասենք տենց պսիխիկայիդ վրա վատ ազդում, որպեսզի իմ վրա վատ չազդեր, ես ինձ այդպես հույս էի տալիս, ասում եմ, դե կհարստանաս, դու որոշել ես փող աշխատես, կհարստանաս քո համար, սա կառնես ինչ ուզում, քեզ նվեր պետք չի, տենց ինձ հույս էի տվել։ Սկզբից մամայիս քույրիկիս հետ էի անում, բայց իմ պատվերները կամաց-կամաց սկսեցին աճել։ Սկսեցի կամաց-կամաց ավելի շատ տեսականից օգտվել, ասենք սկզբից օրինակ ես վերցրել եմ մենակ իմ մազերի խնամքը, մի քանի բան։ Հետո վերցրել եմ տան մաքրող միջոցներ, հետո վերցրել եմ ինչ-որ խնամքներ էլի դեմքի կարծեմ հիշում եմ ու գիտես տուշ պամադաբան, քանի որ ես ալերգիկ եմ, ես այդ բաներ չէի օգտագործում, իմ նաստավնիկ ասաց քնա ջան, ֆաբերլիկինը սա հակալերգիկ է, որը ուզում ես մատը դիր վրա վերցրա, ոչ մի բան չի լինելու։ Չէ, գայ ջան, ոնց ես դաժե 5000, դաժե 6000 դրամանոց տուշ եմ ունեցել, որը ինձ չի եկել, ինձ քորա տվել, ես չեմ կարացել։ Գաջանցի 1000 դրամը սրա եղած է, ինչ 1500 դրամա տուշ, ասենք ֆաբերլիկի կամ 2000։ Ոնց կարա դա լինի լավ տուշ, ասեց քնար, դու խառնում ես, դու չես պատկերացնում։ Ես իրոք չէի պատկերացնում։ Ես մտածում եմ, որ 1000 դրամա օրինակ շամպուն, ուրեմն շամպունյան ոնց որ խանութների 1000 դրամանոց շամպունները։ Անջ, երբ որ ես մեր էքսպերտերյան, որ միջև հիմա կա, մազերի խնամքի, որը միջև հիմա մեր տունը կա, այդ շամպունը վերցրել եմ իրա բալզամով ու իրա մասկով առաջի զակազի մեջ, ու իմ մազերի թափելը կանգնեց, ես չէի հասկանում, ես գիտեի, թե այդ բանը, սերիան, ես մտածում էի, որ դա մազաթափության համար է, ու սաղին ասում էի, որ դա մազաթափության համար է, բայց դու մի ասա, ոչ թե մազաթափության համար էր, այլ վերջապես իմ մազերին կպել է ռակով նյութն ու իմ մազերը չէր թափում։ Ես լուրջ անջ լողացած, սկզբից հենց առաջին բանը, տենց որ սանրեցի մազերս, բան զգացի ինչ-որ չի թափում, դե վանի մեջ էլ չէ, դու տենում ես իմ մազերը, ես գիտեմ ինչքան պիտի թափի, իմ մազերը շատ առատ էր թափում այդ ժամանակ։ Վանի մեջ նայում եմ, տենց շատ չի։ Հետո հաջորդ անգամը ավելի քիչ է։ Ու ես սաղին ասում եմ, որ այդ սերիան մազաթափության համար է։ Ու սաղին ովքեր որ առնում էին, ինձ հավատում էին, որ ես ասում եմ, ու մազերը թափում էր, իրանք առնում էին, էլի կանաչ սերիաներ մեր։ Ինքը վերականգնող բաներ սերիա էր իհարկե։ Սաղ առնում էին, ասում են, մեր մազերն էլ դադարել։ Լուրջ բան եմ ասում, իմ թիմում սաղ այդ սերիան գիտեն որպես մազաթափության դեմ սերիա։ Բայց
Այդ вообще մազաթափության դեմ չէր, ուղղակի նորմալ որակով ապրանք էր, որից քո մազերը էլ չեն թափում։ Ծիծաղալություններ։ Հետո սկսեցի ես հագուստից կոշիկներից օգտվել, այդ ժամանակ արդեն իմ անձնական բալերը հելան հասան եւ նաեւ արդեն փող էի ստանում եւ իմ հաշվին փող էր նստում, որտեւ արդեն թիմել ունեի, ես նույնպես շատ արագ, ճիշտ է, այս առաջի կատալոգը 0 բալ եմ ունեցել, բայց երկրորդ կատալոգը ես ունեցել եմ 200 բալ, միանգամից 2 ստատուս խորհրդատու եւ ավագ խորհրդատուի ստատուսը ունեցել, դրանից հետո արել եմ 400 միավոր, բայց այդ ամբողջ ժամանակ ես իմ ամուսնուն չէի ասում, որ ես ունեմ մի անգամ ես ասացի, որ 200 բալ, դա 5000 դրամ է, ինքը вообще ծաղրեց, էդի ես ասացի, որ ես նեղացած, ես էլ իրան չեմ պատմելու ոչ մի բան, միջև ես նորմալ փող կաշխատեմ, գոնե մի 100,000 ու արդեն 1500 միավոր երբ որ արեցի, շատ արագ եմ արել, ես շատ լավ եմ աշխատել, իրականում, ես սենց եմ ասել ինքս ինձ, որ ես ոչ մեկին ապացուցելու բան չունեի, ես ուզում էի լավ ապրել, այդքան բան, դրա համար ես ինքս ինձ ասեցի հետևյալ բանը, որ քնարիկ ջան, հաշվի դու գնում ես աշխատանքի, դու գնում էիր աշխատանքի առաջ, աշխատում էիր օրը 8 ժամ, Պողոս ջաջայի համար, Պետրոսի համար, ուրիշի բիզնեսի համար, դու 8 ժամ աշխատում էիր, այո, քո բիզնեսի համար պատրաստ ես 8 ժամ աշխատես, այդքան բան, ես հենց ամենասկզբից աշխատել եմ 8 ժամ, ես հաշվել եմ, ես գործի եմ գնում, ու դրա արդյունքը ինձ ոնց որ ասած սպասեցնել չտվեց, ես կես տարում ես դառել եմ տնօրեն, ավագ տնօրեն, կես տարում, ընդամենը 5-6 ամիս, այսինքն եթե վերցնենք, որ ես 2 մասնագիտություն ունեի, ես վերջի աշխատանքին, որ վարձու աշխատանքին ունեցել վաստակել եմ 250,000 դրամ, բիզնեսում իմ եկամուտը 5-6 ամսում կազմեց 500-600,000, ես շոկի մեջ էի, ես ասում էի քնարիկ, դու դեբիլ ես, դու այսքան ժամանակ քո բիզնեսը չես ունեցել, որտեվ երբ որ դու քո բիզնեսն ես ունենում, քո սիրտը ցավում է, դու իրոք ոնց ասեմ, դու իրոք ձգտում ես արդյունքի, դու իրոք վիզ ես դնում, դու իրոք սիրով ես այդ անում, որտեվ դա որևէ մեկինը չի, դու գիտես, որ քոնն է, որ քո երեխեքինն է, որ դու ինչ անես, դու ես պտուղները քաղելու, ու մի տեսակ այդ ինձ շատ էր ոգեշնչում։ Իսկ յոք ոգեշնչում է, իսկ քո մոտ ոնց է եղել առաջին 5-6 ամիսը, Անժելա ջան։ Քնար, գիտես, քո դեպքը այնպիսին է, որ դու աշխատել ես, քո գումարը ունեցել ես, զգացել ես դա ինչ է, եւ դու ուզեցել ես ավելի։ Բայց իմ դեպքում այնպես է, որ ես երբեք չեմ աշխատել։ Երբեք չեմ աշխատել։ Ես ամուսնացել եմ 20-21 տարեկանում, մինչև դա չեմ ամուսնացել, չեմ աշխատել, որովհետեւ մենք փոքրիկ գյուղում էինք ապրում, աշխատատեղերը, այսպես ասած, քաղաքում էր ու մենք այդքան հաճախակի չէր, որ գնում էինք քաղաք, փոքրիկ գյուղ էր ու այս տարածաշրջանում երևի այն բացառիկ գյուղերից է, որ շատ քիչ այսպես մարդիկ կան, բոլորը իրար ճանաչում են, այսպես փոքրիկ գյուղում եմ մեծացել։ Ու ամուսնանալուց հետո էլ այդպես չեմ աշխատել, աղջկաս ծնվելուց հետո ու գիտես, ինչն էր կարևոր իմ համար, տես քո դեպքում դու չկար ինչ որ մեկին ապացուցելու բան, բայց ես պայքարում էի, որ առաջ գնայի, որ հանկարծ չգար այն պահը, որ ամուսինս ինձ կասեր, «Էլ չաշխատես», հասկանում ես։ Իմ համար դժվար էր ահա որ, որովհետև ես գտել էի մի բան, որ հասկանում էի, որ դա ինձ պետք է, ու ես չէի ուզում հրաժարվել դրանից, ու ես մտածում էի, որ երկար ժամանակ լինեմ այս ամեն ինչի մեջ ու եթե իմ ամուսինը չտեսնի իմ արդյունքները, չէ որ որոշակի դեպքում նաև ինքն էր օգնում, չէ որ ես կատարեմ մեր տան գնումները։ Մտածում էի, որ հնարավոր է, էլ ինքը ոչինչ չանի։ Այսինքն դե կասի, էլ չկա արդյունք, ինչ ես անում դու, չէ ամիսներով այդտեղ կամ ժամանակը գնում է, կարող է այդտեղ հնարավոր չի հասնել հաջողության եւ այլն եւ այլն։ Ես հենց այդ խոսակցություններից ահա որ ասենց վախենում էի, խուսափում էի ու իմ նպատակն էր, որ ես արագ հասնեի այն արդյունքին, ոչ թե ինչ որ կոչմանալ, ինչ որ գումարի, ինձ պետք էր արագ
հասնել այն արդյունքին, որ ես կկարողանայի ֆիրմայի հետ պայմանագիր ունենալ ու ստանալ իմ գումարը, թեկուզ քո ասած 100,000 դրամը, որ իմ ամուսինը դա տեսներ։ Ես դրան եմ առաջինը ձգտել։ Այո, կստատի դու որ ասիր, ես հիշեցի, որ ես էլ նույն խնդիրը ունեի ու ես էլ էի ձգտում շատ արագ եկամուտի հասնել, որտեվ ամուսինս աչքով աչք չուներ այս բիզնեսը։ Հենց սկզբից մի տեսակ եմ, որ вообще իրանից չէ, ինքը տենց չէր вообще, բայց չգիտեմ, այս բիզնեսի հոնդետ մի տեսակ նենց վատ տրամադրվեց հենց սկզբից ու ես էլ էի մտածում, որ պետքա շատ արագ, գիտես շատ ինչի անջ, որովհետև սոս ցանցեր էի բացել։ Ես միջև չունեի սոս ցանցեր ու էդի մի տեսակ իրան ներվիրվեց էր անում իմ հեռախոսի զանգելը բան ես դաժե ինքը որ տուն էր մտնում ես անջատում էի հեռախոսի սցենը որ ինքը դաժե չլսի հեռախոսի սցենը դե գիտես սոս ցանցերը Facebook-ը այն ժամանակ Messenger-ով էի աշխատում մենակ նամակներով դե շատ նամակներ էի գրում հայտարարություններ էի դնում Մարդիկ ինձ գրում իմ գրած նամակներին էին պատասխանում քանթը ծնկ հետո մեր չաթնել էր մեսենջերում այդ չաթինգն էր ծնկ վարկյան մեկ բան ես անջատեցի ձեները հիմա է կստати միջև մը չաթերի ձեների մոտ անջատածա որ չլսվի որտեղ եթե հիմա իրան չի ներվային ասում է տամիջի մետ ինձ կգժվացնի այդ ձեները եթե ես թողեմ թե իչքան ձեն կհանի իմ հեռախոսը դրա համար Բան մեսենջերների ձեների մոտ բոլորը անջատած է ու այո ես նույնպես ունեի այդ խնդիրը ես նույնպես ուզում էի շատ արագ արդյունքի հասնել որ հանկարծ բլոկադայի չենթարկվեի ու շատ կանայք այս փաստը իրանք հաշվի չեն առել ես շատ եմ ունեցել դեպքեր հենց իմ թիմում աղջիկներ են եղել որ ինձ ասել են ես գնացի ես դուրս եմ գալի բիզնեսից որտեվ ամուսինս էլ թույլ չի տալիս ու քանի որ այս թեման բացվեց, ես ուզում եմ ասել, որ դուք էլ պետքա շատ նրբանկատ լինեք, դուք ձեր ամուսիններին շատ լավ գիտեք ու պետքա ձեզ ամրացմա տոչնի պահեք, ճիշտ ու կոռեկտ պահեք, որ բլոկադայի չենթարկվեք։ Հետո իհարկե, երբ որ մենք գնում ենք ինչ-որ հանդիպումների, դուք տեսած կլինեք, թեկուզ ես շատ եմ դնում վիդեոներ, դուք տեսնում եք, հետո մենք ընտանեկան պայմանագիր ենք արել, երբ որ արդեն կինը փող աշխատում, կոնկրետ արդյունք է ցույց տալիս, հա, ոչ թե զուտցաղորը մտածա հեռախոսի մեջ, ոչ թե զուտցաղորը զակազներ ամ եւ փողեր ածախսում զակազների վրա, դա սախ ներվայնացնում է տղամարդկանց, ահա որ իրանց կինը մեկ էլ մտել է հեռախոսի մեջ, Facebook-ը բացել, պատկերացնում ես իմ ամուսնու ներվայնությունը, ես Facebook-ի լոգին բանալին գրել եմ, տվել եմ իր ձեռը, ասել եմ, այս քեզ իմ լոգինը ու իմ պարոլը Facebook-ի, որ դու հանկարծ չմտածես որևէ բան, սա բիզնեսի համար է, ես պետքա մարդկանց հետ շփվեմ, ես պետքա մարդկանց ներկայացնեմ իմ բիզնեսի գաղափարը, ես տնից եմ ուզում, ես չեմ ուզում գնամ դրսները մարդկանց փնտրեմ, երբ որ մարդիկ իմ հեռախոսի մեջ են Զուտ այդ յոք ասած այո դժվար է ասած ասեմ բան անել Անժելա ջան ես չեմ ուզում քո ժամանակը բան անեմ չարշահեմ դու երբ որ ուզում ես դու կարող ես դուրս գալ մենք ասած հավեսով խոսում ենք բայց ուզում ասեմ դու քեզ հանգիստ կոմֆորտ զգա հա որ եթե զգաս որ չես ձգում պետքա դուրս գաս որտեղ գիտեմ որ ուսուցում ես այսօր ունեցեք թիմի հետ ու նոր ես վերջացել անում թիմում մենք միասին ռեկրուտինգ ենք անում ու գիտես քնար ջան հիմա իմ թիմում էլ կան կանայք ովքեր եւ ունեն ամուսինների հետ սոցկայքերի խնդիր եւ ամեն այսպես հիմա ակտուալ թեման TikTok-ի խնդիրն է որ կան կանայք կամ ամուսիններ որոնք որ չեն խրախուսում TikTok բայց անկեղծ կլինեմ անցած անգամ իմ խմբում են ասում եմ չկա մի բան որ կինը դնի իր ամուսին ու դա չանի Ես բիզնեսը սկսել եմ առանց սոցկայքերի, ես չեմ ունեցել անգամ Facebook, առաջի Facebook-յան էջը բացել է ամուսինս, մենք միասին ենք բացել մեր առաջի Facebook-յան էջը, ինքը ասեց կդնես այս նկարը, ու գիտես ինչ նկար էր, մեր նշանված ժամանակվա միացես նկար էր, որ երկուսով, քնար, ես այդ մի հատ նկարով տնօրեն դարձա պատկերացնես, ու այդ նկարը չեմ փոխել, երբ որ փոխտնօրենի կոչում ունեի, որ պետքա շնորհավորանք պատրաստեի, այդ նույն նկարն էլ էլի ամուսնուս հետ, ուղղակի ծիծաղ։ Մեկ-մեկ կատակով ասում եմ աղջիկներ, հիմա Անժելա 5 հատ էջ ունի Facebook-ում, մի քանի հատ Instagram-ում, մի քանի հատ TikTok-ում։
Ու դա արդեն ժամանակի ընթացքում, երբ որ դու սկսում ես արդեն հասնել այն մակարդակի եւ վստահություն ալինում ամուսնու կողմից, չէ՞։ Երբ արդեն, չգիտեմ, բիզնեսի հետ կապված վստահություն ալինում, դա իհարկե արդեն կնոջ ձգտումից է։ Պետքա ձգտել այնպես անել, որ իհարկե ամուսնու համբերություններ չչարաչահել, որովհետև շատ շատ այսպես կանանց հենց սկզբնական շրջանում ամուսիններն են օգնում այդ գնումները կատարել, չէ, ֆինանսապես եւ այլն։ Այո։ Անժելա ջան, ես նկատում եմ մինչև հիմա, որ դու աշխատում ես աշխատանքի հայտարարություններով։ Ահա։ Այսինքն դու տեղադրում ես աշխատանքի հայտարարություններ սոցցանցերում, հա, ես տեսնում եմ, որ հիմնականում աշխատանքի հայտարարություններ են, դու միայն այդ նկարն ես ստեղծում եւ քո ձայնն ես ձայնագրում իրա վրա, չէ՞։ Ես ինչ եմ ուզում այս հարցը, օրինակ, չեմ ուզում հիմա շատ խորանանք այդ տեխնիկայի մեջ, որտեղ բիզնես միլիոն խմբում այդ ուսուցումը կա, բայց շատ այդ մասին չէ։ Ուղղակի շատ աղջիկներ, որոնք որ տեսնում են իմ էջը, որ ոնց եմ ես անկաշկանդ, նկարում ինքս ինձ վիդեոներ ամ եւ այլն, իրենք մտածում են, որ տենց է հնարավոր միայն հաջողության հասնել։ Բայց քո օրինակը կարծում եմ շատ լավ օրինակ է, որ դու էլ օրինակ ես չեմ տեսնում, որ դու իմ նման վիդեոներ նկարես։ Դու հիմնականում աշխատանքի հայտարարություններով ես, չէ՞ աշխատում։ Քնար ջան, ես ձգտում եմ անկեղծ այդ ուղղությամբ, այսինքն ոչ թե ուղղակի մտածում եմ, այլ փորձում եմ քայլեր անել այդ ուղղությամբ։ Իհարկե կհասունանա այն պահը իմ մոտ, որ ես կանեմ դա, եւ իհարկե ոնց որ հիմա ասեցի ամուսնուս հետ կապված վիդեոների եւ այլի առումով կհասունանա այդ պահը ու ես կհասնեմ իմ նպատակին, այսպես ասեմ։ Ինչ վերաբերվում հայտարարություններով, այո, հիմա քանի որ դեռ չկա այդ հնարավորությունը, դեռ չեմ անում դա ինձ չի խանգարում, որպեսզի ես նոր գործընկերուհիներ շատ ունենամ։ Այսինքն կարելի ասել, որ դու դարձել ես տնօրեն, հա, քո եկամուտը հասցրել ես 4-500 հազար դրամի առանց քո դեմքից վիդեո նկարելու։ Այո։ Ճիշտ է, չէ՞։ Աշխատել եմ նամակագրությամբ ժամանակին, երբ որ նոր էի բիզնեսում, աշխատել եմ հայտարարություններով, աշխատել եմ եւ վիդեոներ նկարելով ուղղակի իմ ձայնը դնելով, այսինքն ես չեմ երևացել վիդեոների մեջ եւ դա ինձ լավ արդյունքներ բերել է, այսինքն միշտ պրպտել եմ, նորարարություններ եմ փնտրել, բայց գիտես, ամեն ժամանակ կենտրոնացել եմ մի բանի վրա։ Օրինակ ժամանակ կա, որ ես միայն նամակագրություն էի անում ու դա ինձ օրը մինչև 10 նորեկ էր բերում քնար, հավատա։ Ես էլ եմ հիշում այդ ժամանակ, որ ես Instagram-ում միայն նամակագրություն էի անում։ Ու ժամանակ կար, որ ուղղակի միայն վիդեոներ էի նկարում, կենտրոնացել էի դրա վրա, ուղղակի, չգիտեմ, ինչ որ հայտարարություն էի դնում կամ ինչ որ գումար էի, եկամուտս էի նկարում ու ձայնս դնում դրա վրա ու ինձ լիքը նորեկներ էր բերում TikTok-ը այդ առումով։ Կա պահ, որ կենտրոնանում եմ միայն հայտարարությունների վրա, էլի տարբեր սոցկայքերում, կլինի TikTok-ում, թե Facebook-ում, այսինքն Facebook-ի խմբերում հայտարարություններ աշխատանքի։ Ինքի վրա, որ ես կենտրոնացել եմ, դա ինձ լավ արդյունքներ ա բերել, դա ինձ գոհացրել է, դա արդեն մեզանից է։ Ես ուզում եմ մի հարց բարձրացնել եւ սա կարծում եմ շատ կարևոր հարց է մեր բիզնեսում։ Սա այն է, որ մարդիկ ես այդ նկատում եմ, ես այդ հասկանում եմ եւ ուզում եմ այս թեմայով մենք բաց խոսանք բոլորով միասին, որպեսզի բոլորի մոտ այդ պատկերացումը լինի։ Մարդիկ խառնում են աշխատանքը բիզնեսի հետ։ Այսինքն, օրինակ, ես ամեն օր, կստати, ես այսօր էլ նորեկ եմ գրանցել, այսօր նոր գործընկերուհին եմ, իսյան հրավիրել եմ հանդիպման, տեսնենք եկել է։ Տկ, այստեղ մի վարքան։
Իստինե, Հեղինե, Սուսաննա, Տաթևիկ, Ալինա, Գայանե, Մարիամ, շատ նորեկներ եմ այսօր հրավիրել հանդիպման, ու շատ կուզեի, որ իրանք լսեին, հա, այս թեման շատ կարևոր թեմա է, ասա իմ կարծիքով, սա այն է, որ մարդիկ խառնում են վարձաշխատանքը բիզնեսի հետ, այսինքն օրինակ ասում են, սա ինչ աշխատանք է, ես իրանց ասում եմ, սա ցանցային մարքեթինգի բիզնես է, սա իրականում աշխատանք չի, էլի, այստեղ դու քո բիզնեսն ես սկսում, դու պետք է կենտրոնանաս այդ մտքի վրա, որ դու բիզնես ես սկսում, ու շատ մարդիկ կան, որոնք ասում են, այդ աշխատանքը ես չեմ անի, օրինակ, ես պետք է հրավիրեմ մարդկանց բիզնես, ես այդ աշխատանքը չեմ կարող անում, ես չեմ կարող մարդկանց հրավիրել բիզնես, սա գալիս է նրանից, որ ոչ թե այդ մարդիկ չեն կարող հրավիրել բիզնես մարդկանց, այլ գալիս է նրանից, որ մարդիկ չեն պատկերացնում, որ սա բիզնես է, ես ուզում եմ օրինակի վրա բերել, որպեսզի մենք իրար լավ պատկերացնենք, իրար լավ հասկանանք։ Օրինակ իմ Սանիկը, շատ եմ իր օրինակը բերում, ինքը Ռուսաստանում ունի մեծ ջերմոցներ, Կրասնոդարում, և ունի շատ աշխատողներ, տասնյակ աշխատողներ ինքը ունի։ Պատկերացնում եք դուք, որ ինքը, ճիշտ է, ինքը երբ որ սկսեց բիզնեսը, ինքը և իր կինն էին մշակում իրենց հողը, բայց երբ որ արդեն բիզնեսը մեծացավ, այսինքն իրանց հողը մեծացրեցին, իրանց ջերմոցները մեծացրեցին, ինչ արեցին իրանց ջերմոցը մշակեցին, հետո փողը դրեցին, նոր հողեր առան, ներդրեցին, ավելի մեծ ջերմոցներ առան, սարքեցին, և պարզ է, որտեղ արդեն պետք է աշխատողներ, չէ, և իրանք վարձեցին իրենց աշխատողներին, հիմա տասնյակ աշխատողներ ունեն իրանք, և լյուբոյ բիզնեսմեն, ինքը այդ մասին պետք է մտածի, ինքը պետք է հասկանա, որ իրան պետք են լինելու, ասենք ասենք, գործընկերներ, աշխատողներ, այսպես ասենք, ճիշտ է, մեր դեպքում ավելի շատ գործընկերներ, քան աշխատողներ, բայց դա չի էականը, էականը այն է, որ լյուբոյ բիզնեսմեն ինքը պետք է մտածի կադրերի մասին, ու երբ որ մարդիկ ինձանից ստանում են բիզնես առաջարկ, և ես իրենց բացատրում եմ այս աշխատանքի բնույթը, ես ասում եմ, որ դու պետք է քո կադրերով զբաղվես, նոր կադրեր ներգրավես, իրանք ասում են, ոչ, ես չեմ կարող այդ աշխատանքը անել, ու գիտեք դա ինչից է գալիս, դա գալիս է նրանից, որ և ձեզ այն շատ-շատերն էլ հիմա կարող են բիզնեսում լինել և այդ մասին մտածել ու դա իրենց կարա անհանգստացնի, դա այն է, որ ինձ մարդիկ մերժում են, ինձ ասում են ոչ, ուրեմն այս երկու կարևոր բանի մասին եմ ուզում ձեր հետ խոսալ և ուզում եմ ձեզ բացատրել, որպեսզի դուք լավ պատկերացնեք, հա, նախ և առաջ մի քիչ պատկերացնենք ցանցային բիզնեսը, так, նախ մի քիչ պատկերացնենք ցանցային բիզնեսը, հա, դուրը, Արամ դուրը, քշված չի, պետք է զամոկը փագեմ ես այդ դուրը, так, նայեք աղջիկներ ջան, ցանցային բիզնեսը, դա եկեք պատկերացնենք, նախ և առաջ պատկերացնենք մի հատ խանութ, մի հատ օնլայն խանութ, դու գրանցվեցիր, դու ունես քո կաբինետը, սա դու ես, դու ինչ ես անում, մենք առաջինը ասում ենք, ապրանքային շրջանառություն, առաջի բանը դու անում ես անձնական ապրանքային շրջանառություն, անձնական շրջանառություն, քո բիզնեսը սենց է, անձնական շրջանառություն, երբ որ դու քո անձնական կաբինետով արեցիր անձնական շրջանառություն, բիզնեսում պետք է 50 միավոր անձնական շրջանառություն, դա կարա կազմի մոտավոր 35,000 դրամ,
Եթե դրամով կամ ռուբլյով, ասենք, չգիտեմ, 6 կամ 6000 ռուբլի օրինակ եմ ասում։ Դու սկսում ես անել քո անձնական շրջանառությունը եւ քո անձնական շրջանառությունից բացի դու ստեղծում ես խանութների ցանց։ Դու հրավիրում ես նոր գործընկեր, գտնում ես քեզ գործընկերներ եւ ստեղծում ես քո ինտերնետ խանութների ցանցը։ Այս եւ որ դու օրինակ եմ ասում ցանցային մարքեթինգի բիզնեսում այդ սենց է, բայց եթե օրինակ դու ունենար ռեստորան, չէ, դու ռեստորանի շենքը կվարձեր, բայց դու պիտի գնայր, գտներ քեզ կասիր, պովար, չէ, մատուցող, մաքրուհի եւ այլն, հո դու չես կարա միշտ նույն սաղ գործը դու անես։ Երբ որ բիզնեսը փոքր է, դու կարաս համ դու էփես, համ դու մատուցես եւ այլն։ Այտենց էլ անձնական շրջանառության դեպքում է, երբ որ դու գալիս ես բիզնես, դու կարաս քո տան համար գնումներ անես, մաքսիմում մամայիդ քրոջդ համար գնումներ անես, բայց երբ որ խոսքը գնում է արդեն մեծ ապրանքային շրջանառության մասին, այստեղ դու մենակով չես կարա, քեզ կադրեր են պետք։ Ու դու քեզ կադրեր ես փնտրում ու գտնում, ստեղծում ես քո կադրերին, որոնց հետ դու համագործակցում ես։ Ու ստեղ դու պետքա փնտրես քո շրջապատում կլինի, ինտերնետում կլինի, որտեղ դու ուզում ես։ Դու պետք է այստեղ փնտրես գործընկեր, ովքեր քո գործողությունը կկրկնեն, ովքեր իրանք նույնպես բիզնեսի գաղափարին կմիանան ու կսկսեն իրենց անձնական շրջանառությունը անել։ Ահա, սենց պատկերացնենք, չէ՞, եւ սա եղավ ցանցային բիզնես, ահա։ Հիմա թիմային 300 միավորը, չէ՞, այս դեպքում թիմային 300 միավորը 300 միավորը դա ավագ խորհրդատուն է, դա բերում է քեզ 6% բիզնեսից եկամուտ, չէ՞, ահա, խնդրեմ, ցանցային բիզնեսը սենց է, երեխեք ջան։ Հիմա ստեղ խնդիրն է, շատ-շատերի խնդիրն է, որ գալիս են բիզնես ու ասում են, ես չեմ կարա մարդկանց հրավիրեմ բիզնես, ես չեմ կարա մարդկանց բերեմ բիզնես։ Այդ նշանակում է, որ թող ոչ մեկ ինձ իհարկե չնեղանա, որ այդ մարդը չի կարա вообще բիզնես անի, ոչ մի տիպի բիզնես չի կարա, ինքը կաֆե չի կարա ունենա, վարսավյանոցը չի կարա ունենա, ոչ մի բան չի կարա ունենա, իր ասելով տենց է դուրս գալի, բայց եթե տենց է, դու ինչի ես եկե բիզնես, դու գնա մեկի մոտ աշխատի, երբ որ մարդը գալիս է բիզնես, ինքը պետք է գիտակցի, պետք է հասկանա, որ դա ինքը պետք է իր կադրերին ստեղծի, իր կադրերին գտնի, սովորացնի, ուսուցանի, զարգացնի եւ այլն, ու դա այո, process է, դա շատ երկար process է։ Էդի ինչ է, որ դու սենց արեցիր ու մարդիկ գիտեք, չէ՞, տենց մարդիկ կան, որ կարելի է դաժե ստիպելով բերել բիզնես։ Ասենք, որ զանգում ես, ասում ես ինձ հետաքրքիր չի, դու ինչ ես ամենչով ես զբաղվում, ոչ եմ գալիս ես ու վաղ գրանցում ես այստեղ։ Ասենք, էդի չի երեխեք ջան։ Որևէ բիզնես եւ որևէ գործընկեր գտնել կապ չունի էդի ռեստորանի մատուցողա, պովրա, թե վարսավիրանոցում քո հետ համագործակցող վարսավիրն է, որ վարսավիրանոցում կգա ու կսպասարկի կլիենտներին։ Կապ չունի, սրանք կադրային հարցեր են։ Ուստեղ մյուս բանն է առաջանում, ես այդ մասին եմ ուզում հիմա խոսամ, որ երբ որ դու մարդու հետ բանակցում ես, դու իրան քո բիզնես գաղափարը ներկայացնում ես, դա process է, որտեղ դու իրան ես ընտրում, ինքը քեզ է ընտրում։ Ու այդ process է, որտեղ կարող է դու իրան չընտրես, ինքն է քեզ չընտրի։ Ու դա նորմալ process է։ Ու դու պետք է այդ process-ին, ոնց ասեմ, որպես բիզնեսմեն հարմար լինես։ Ես նույնիսկ ժամանակ կար, որ երբ որ ես աշխատում էի բան, երեխաների տանը օգնական էի վարձում։ Կստացի բիզնեսի մեջ էլ, երբ որ մի պահ կար, որ ես օգնական էի վարձել, որովհետև ոբշե դե երեխեքը փոքր էին, գործը շատ էր, ուզում էի բիզնեսը ավելի շատ ընդլայնել եւ այլն։ Մի օգնական վարձեցի, իրան վճարում էի, որ ինքը գար տան գործեր աներ, մաքրություն աներ, խանութ գնար եւ այլն, գնար երեխեքին պարտեզից բերեր։ Ուրեմն Գիտեք ինչ եմ ուզում ասել, երեխեք, որ մոտավոր մի 20, 30, 40 հոգու հետ ես խոսում էի,
որ իրանցից մի 4-5 հոգուն կանչեի հարցազրույցի եւ ընտրեի իրանցից ինչ-որ մեկին։ Դա իրոք բարդ process է, այդ խոսքը գնում է, ոնց ասեմ, տնային օգնականի վերաբերյալ, որ в принципе любой կին կարա անի, ասենք, չգիտեմ, տուն մաքրի կամ խանութ գնա, էլի, բայց իտո դա շատ դժվար process էր։ Ես ինչի մասին եմ խոսում, որ բիզնեսում էլ է այդ process-ը տենց, ու չեմ ասում անհնար է, բայց ասում եմ դա process է, որտեղ դու պետք է մաղով շատ մարդ մաղես։ Մաղով դու պետք է շատ մարդ անցկացնես, ու երբ որ ինչ-որ մեկը քո բիզնես գաղափարը չի ընդունում կամ իրան հետաքրքիր չի քո բիզնեսի գաղափարը, դու պետք է ոչ թե նեղվես, լացես, ասես, ոյ, ինչ ահավոր է, ոչ մեկ չի ուզում գա այն բիզնես, այլ պետք է կոնկրետ իրան շնորհակալ լինես, որ ինքը չեկա, որտեղ ինքը չհասկացավ էլ դու իրան ինչ էիր ասում։ Եկեք ճիշտը խոսանք, որ բիզնես չեն գալիս շատ դեպքեր, ոչ թե այն մարդիկ, ովքեր ոնց ասեմ, ովքեր չեն ուզում, իրանք կարող տենց են ասում, ես ճիշտ ասած չեմ ուզում այդ բիզնեսով զբաղվել։ Իրականում իրանք բիզնես չեն կարող անել։ Իրականում իրանք այդ կադրերն էլ չեն, ովքեր բիզնես կգային ու բիզնես կանեին մեր հետ։ Իրականում պետք է մենք էլ շնորհակալ լինենք իրանք, որ մեր ոնց ասած բանը չստացվեց իրար հետ, հա, համագործակցությունը չստացվեց։ Բայց այս պահն եկա, որ նրանք, ովքեր բիզնեսով են առաջ անգամ եւ իրանք առաջ անգամ են բիզնես առաջարկ անում, իրանք մերժում են, իրանք մտածում են, վայ, ես ինչ դժբախտ եմ, կամ վայ, ես ինչ ահավոր է, որ իմ, չգիտեմ, իմ բիզնես առաջարկը, ինչ այս մարդը չընդունեց, հա, կամ իմ բիզնես առաջարկն է վատը, կամ իմ ֆիրման է վատը, կամ իմ բիզնեսն է վատը։ Սրանք իրականում շփոթմունքներ են, որտեվ եկեք ճիշտը խոսանք, երեխեք, դուք մարդուն տալիս եք հնարավորություն ունենալու բարձր որակի ապրանք, միանգամից արտադրողից լավ ապրանք, ու փող աշխատելու ու հարուստ լինելու նույնիսկ հնարավորություն, ու ինքը ձեզ ասում է ոչ, դուք հեչ չեք մտածել, ոնց է տենց լինում։ Ստեղ երկու վարիանտ կա։ Երբ որ իմ հովանավորները ինձ ասեցին այս վարիանտը, ես իրոք չէի ուզում ընդունել։ Ես այս ճշմարտությունը դժվար եմ ընդունել շատ։ Իրանք ինձ ասեցին, երկու վարիանտ կա, քնարիկ ջան։ Կամ դու լավ չես ներկայացնում, կամ դու լավ չես բացատրում, կամ իրանք լավ չեն հասկանում։ Երկու վարիանտ կա։ Ու ես երկար եմ մտածել այդ խոսքերի մասին, ու միշտ այդ հարցը ամեն անգամ ինձ տվել եմ։ Երբ որ ես ինչ-որ մեկի հետ խոսում եմ այս բիզնեսի գաղափարի մասին, ու ինքը ինձ մերժում էր իմ բիզնես գաղափարը, ես միշտ ինձ հարց էի տալի, ասում եմ, հիմա այս որ վարիանտն է, քնարիկ, դու իրան լավ չներկայացրեցիր, թե ինքը չհասկացավ։ Եվ այս երկուսից բացի ուրիշ բան չի լինում սովորաբար բիզնեսում։ Ես ձեզ 100%-ով ասում եմ, երեխեք ջան։ Ու ես շատ եմ աշխատել իմ վրա, որ ես հասկացել եմ, որ ես պետքա զարգանամ, ես պետքա ոնց ասեմ, խոսալ սովորեմ, ես պետքա հիմնավորել սովորեմ, ես պետքա իմ բիզնեսը ճիշտ ներկայացնել սովորեմ։ Ու դա այնքան է հեշտ բան չի։ Չնայած ձեզ այն շատերը, ովքեր որ գալիս են բիզնես, ես իրանց ձեռքը տալիս եմ բիզնեսի պրեզենտացիա, ասում եմ սովորի, դու այս բիզնեսը պետք է ներկայացնես, դու սենց խոսած չէ, նույնիսկ Եվրասմա դնում եմ մարդու բերանը, ոնց ինքը պետք է բիզնեսը առաջարկի։ Իրականում ես դա անում եմ։ Հիմա իմ պարտներների հետ, որովհետև ժամանակին ես այդտեղ մեծ բաց թողում եմ ունեցել, որտեղ ես մարդկանց հետ բիզնեսի մասին խոսալ չեմ իմացել։ Ու ձեր բախտը իրական մեծ առումով շատաբեր է, որտեղ իմ պարտներները, ովքեր գալիս են բիզնես, անում են իրենց զակազը եւ հենց գնում ենք ուսուցման, հենց մենք արդեն անցնում ենք ուսուցում, ես առաջի բանը, որ անում եմ, սովորացնում եմ բիզնես առաջարկը, որտեղ եթե չկա բիզնես առաջարկ, մնացած խոսակցությունները շատ թույլ մակարդակի խոսակցություններ են, շատ թույլ մակարդակի խոսակցություններ են, ու դրա վրա ես աշխատել եմ ամիսներ, ես արել եմ տասնյակ առաջարկներ, որոնք չեն ընդունվել, ու շատ նորմալ, խելացի մարդկանց եմ ես այդ առաջարկը արել, բայց ես ոչ թե մտածել եմ, որ իմ բիզնեսն է վատը, կամ իմ առաջարկն է վատը, ես մտածել եմ երկու վարիանտ միշտ, կամ ես լավ չեմ բացատրում,
կամ իրանք ինձ չեն հասկանում։ Եթե ես լավ չեմ բացատրում, ուրեմն ես պետքա սովորեմ ավելի լավ բացատրել եւ ավելի լավ խոսալ։ Այս փաստ է։ Ես մինչև այսօր աշխատում եմ իմ վրա այդ ուղղությամբ։ Եվ երկրորդ վարիանտը ինձ լավ չեն հասկացել։ Եթե մարդը չի հասկանում դու ինչի մասին ես խոսում, ինքը չի գա բիզնես։ Եվ այդ էլ է նորմալ, որ մեկ կամ ինքը հասկանալու հետ խնդիր ունի, կամ դու չես կարող լավ բացատրես։ Որտեղ սովորաբար ցանցային մարքեթինգի բիզնեսը ինքը, ես կարամ ասեմ, որ դա շատ պրիմիտիվ բիզնես մոդել է, բայց շատ հեռանկարային բիզնես մոդել է, որ պրինցիպի օրինակ այս բիզնեսը անողների համար նույնիսկ պարտադիր չի, որ իրենք ինստիտուտ գնացած լինեն։ Դաժե շատ հաջողակ մարդիկ կան մեր բիզնեսում, ովքեր դպրոցներ չեն ավարտել։ Այստեղ կախված ամեն ինչ մարդու սովորելու ունակությունից, արդյոք ինքը բիզնեսում պատրաստ է սովորել, արդյոք ինքը պատրաստ է ինքը իր վրա աշխատել։ Ես լավ հիշում եմ, որ հենց բիզնեսի սկզբում ես հասկացա ու գիտակցեցի, որ ես նորմալ չեմ խոսում մարդկանց հետ, որ իմ բառապաշարը շատ թույլ է։ Ու դրա վրա հենց առաջորվանից մեծ ուշադրություն եմ դարձրել։ Որ բառապաշարը պետք է ավելի ուժեղ լինի, բառապաշարը պետք է ավելի հարուստ լինի մարդու, երբ որ ինքը խոսում է բիզնեսի մասին։ Ու երբ որ դու աղքատիկ կմկմոցներ ես հանում քո բերանից, դու չպետք է սպասես մեծ արդյունքներ։ Եվ երբ որ դու ստանում ես մերժումներ, դու չպետք է մտածես, որ քո բիզնեսն է վատը, դու պետք է մտածես, որ դու պետք է առաջարկել սովորես, դու պետք է քո բիզնեսի մասին խոսալ սովորես։ Մենակ այդ դեպքում դու կունենաս լավ կադրեր։ Լավ կադրեր կան ու շատ լավ գործընկերներ կան, եւ այդպես էլ եղավ։ 2017 թվականի սկզբին ես ունեի թիմային 10,000 միավոր, պատկերացնում եք երեխեք, 50 միավոր եւ 10,000 միավոր։ Ես ունեի 13 գործընկերներ արդեն, մեկ տարի չանցած 13 գործընկերներ ունեին, որոնք իրենք արդեն ունեին խոշոր թիմեր։ Այսենց։ То есть, պատկերացնում եք, ինչքան մարդ, հազարավոր մարդիկ եւ թիմային 10,000 միավոր։ Եվ հարց էր առաջանում, բայց նույն բիզնեսը չէր, որ ոչ մեկ չէր ուզում սկզբում։ Այդ նույն բիզնեսն է, բայց նույն քնարիկը չէր երեխեք, հավատացեք։ Մի հատ ուրիշ ձև խոսացող քնարիկ էր, ովքեր որ բիզնես միլիոն խմբում կան, անպայման լսեք Տոմ Շրայտերին, որովհետև ինքը իմ կաշին լջոմնակ փրկել է բիզնես միլիոն խմբում, եթե չեմ սխալվում, դա ցանցային մարքեթինգի բիզնես այդ բաժնում դրված է այդ ուսուցումը Տոմ Շրայտերից, կոչվում է Սլավա Լիդակոլի, բարեր, որոնք կոտրում են սառույցը, в общем, այդ YouTube-ում էլ կա, ես այդ YouTube-ից եմ գտել այդ տրեյնինգը ու նայել եմ ու ասենց վայ, քնարիքը լնայ ինքը ոնց է խոսում, լնայ դու ոնց ես խոսում, դա շատ կարևոր է, թե դու ոնց ես խոսում մարդկանց հետ։ Ես մինչև այդ չէի գիտակցում դրա կարևորությունը։ Եվ նույն քնարիկը ընդամենը 1 տարի անց ուներ թիմային 10,000 միավոր։ Նույն բիզնեսն էր։ Ուզում եմ ասել աղջիկներ, որ բիզնեսմենը ինքը չի ծնվում բիզնեսմեն։ Հաջողությունը ինքը լիֆտով չի, որ դու լիֆտը նստես, կնոպկեն սխմես ու հասնես հաջողության։ Հաջողությունը դա քայլերի հերթականությունն է, քայլերի հաջորդականությունն է։ Ես ասեմ ձեզ, որ մոտավոր մի ամիս էլ ինձ պետք եկա, որ ես նամակագրության նրբությունները կհասկանամ ինտերնետում, որտեղ Facebook ունեի, բայց չգիտեի ոնց մարդկանց հետ նամակագրություն վարեմ ճիշտ։ Ինչպես գրեմ, ինչպես իմ միտքը ձևակերպեմ գրավոր։
եւ 1 ամիս դրա վրա է չարչարվում։ Ինչ արժի ասել առաջին նախադասության մեջ, ինչ արժի ասել երկրորդ նախադասության։ Չասենք մարդուն Facebook-ում դրուժից ես տալի գրում ես, ինքը գրում է բարև ձեզ, դու գրում ես բարև ձեզ, ես քնարիք եմ, ես ուզում եմ ձեզ ծանոթանալ եւ ձեզ գործնական առաջարկ անել, եթե դուք դեմ չեք, ասում եմ, հա, ասա, դու ձեզ լրվում ես, դու չգիտես ինչ ասես իրան։ Ու ես նստում եմ գիշերներով տեքստեր էի պատրաստում։ Ինչպես պետք է ասեմ, հետո դրանք տեստ էի անում, то есть տեստ էի անում, ոնց պետք է տեստ անես, մի հատ գրում ես, մի հատ ուղարկում ես, նայում ես պատասխանը ոնց է դրական է, բացասական է, եթե շատ բացասական է, ուրեմն ես արժի մի քիչ փոխել, մի քիչ էս կողմ, մի քիչ այն կողմ, ու մի օր ես հասկացա, որ ես կարողանում եմ նույնիսկ իմ բիզնեսի գաղափարը բացատրել առանց զանգելու, նամակագրությամբ։ Եվ հարյուրավոր, ուղղակի հարյուրավոր երեխեք, ոչ թե հենց 100, այլ միգուցե 500, 600 եւ ավել հոգի, ես ձեզ ասեմ մոտավոր 800 հոգի, ես 1 տարում Facebook-ից գրանցեցի։ Զուտ իմ բիզնեսի գաղափարը ճիշտ նամակների միջոցով մարդուն փոխանցելու շնորհիվ։ Նամակներով, որը նույնպես մի ամիս ինձ այն ժամանակ խլեց։ Նենց որ գիտեք ինչ եմ ուզում ձեզ ասել երեխեք, ինչա իմ այսօրվա առակը ցուցանում, 1, որ դու բիզնեսմեն ես ու քեզ պետք է լավ կադրես, ոնց որ լյուբոյ բիզնեսմենի պետք է լավ կադրես, բայց դու առաջարկը անողն ես, դու հնարավորություն տվողն ես, դու խնդրողը չես, դու աղաչողը չես, դու ինչ որ մեկի հետևից չես ընկնում իրան համոզում, դու քո գաղափարն ես մատուցում։ Եվ դու պետք է պատրաստ լինես քո գաղափարը շատ մարդկանց տալ։ Ոչ թե խցկել եւ ստիպել իրանց ընդունել քո առաջարկը, այլ շատ մարդկանց ներկայացնել քո բիզնեսի գաղափարը։ Այս 1, դու պետք է պատրաստ լինես 10, այս հնարավորությունը շատ մարդկանց, որտեղ բոլորին պետք չի բիզնես։ Вообще պետք չի մարդկանց բիզնես, մարդիկ իրենց ուղեղը անջատած են ապրում։ Գիտեք ինչ ձև են ապրում։ Իրանք թքած ունեն աբսոլյուտնը, բիզնես ունենալու վրա, իրանց հետաքրքիր է գնան մի տեղ, ամիսվա վերջ, իրանց կարևորը ֆիքսված 100-200 դրամ փող տան, էդ է իրանց ուղեղը մտածում, իրանց դպրոցում էդ են սովորացրել, ինստիտուտում էդ են սովորացրել, որ կգնաս գործի, ընդ կստանաս 100,000, 200,000 ու սովից չես մեռնի։ Ես այնօր երեք մի հատ ֆիլմ եմ նայել, երեխեք, անպայման նայեք, կոչվում է «Ռեալնե ցնա մոդի»։ Ինքան հետաքրքիր ֆիլմ էր այդ ֆիլմը։ Ես դες գտնեմ, հեսա գտնեմ չաթում, ես շոկի մեջ էի այդ ֆիլմը նայելուց, ճիշտն ասած, ես չէի պատկերացնում տենց բան, թե ինչ է կատարվում մոդայի աշխարհում, ու ես դες խորհուրդ եմ տալիս այդ ֆիլմը նայել, իմ աչքերը շատ-շատ բացվավ։ Բայց հեսա ձեզ կասեմ բիզնեսի հետ կապված ինչ է իմ աչքերը բացվել, այդտեղ մի նախադասության մեջ է խոսվում կամ 2 տեղ է խոսվում այդ մասին, բայց դա մի հատ միտքով հեսա գտա այս ֆիլմը։ Այսօր առավոտն եմ նայել, իմ ընկերներից մեկը ինձ խորհուրդ տվեց, դաժե իր մասին որոշել եմ սոցցանցերում այս ֆիլմի մասին խոսամ ու կիսվեմ այս ֆիլմը սոցցանցերում։ Հեսա դրեցի ձեզ երեխեք ջան այդ ֆիլմը, դուք եք արեք նայեք։ Ֆիլմը вообще այն մասին է, թե ինչպես է մոդան ստեղծվում աշխարհում եւ որն է իրական գինը մոդայի։ Ու միտեղ այս ֆիլմի մեջ մի հատ գաղափար էլի ասենց ասվեց, որ ես շատ քիչ իմ մտքով ոչ մի անգամ չի անցել։ Ուրեմն ասվում է մարդիկ հիմա ինքան աղքատիկ կյանքով են ապրում, իրանք չեն կարողանում օգտվել բժշկական ծառայություններից, չեն կարողանում օգտվել սոցիալական ծառայություններից, իրանք չեն կարողանում օգտվել ճանապարհորդելու հնարավորությունից, աշխարհը տեսնելու հնարավորություն, նույնիսկ առողջ սնվելու հնարավորություն իրանք ունեն, բայց իրանք տվել են մի հատ ֆիկտիվ ուրախություն, ֆիկտիվ երջանկություն, դա շմոտկեքն են, որ իրանք կարողանում են $10-20 իրանք համար շոր առնեն, շուշուտ շորերը փոխեն ու մտածեն, որ իրանք ոչ մի խնդրեմ չունեն ֆինանսական։ Մարդկանց շորերով, այսպես ասեմ, զոմբիացրել են։ Մարդիկ մտածում են, որ եթե իրանք գնում են խանութ ու իրենց մայկա են առնում հագնում,
թեկուզ եւ բրենդային անունը վրան գրած է H&M կամ չգիտեմ եւ այլն այդ խապկանքի շնորհիվ մարդիկ մի ամիս աշխատում են որ իրենք ինձ մեծ մայկա առնեն то есть реал մարդ գիտեք այն օրը Մարիամ Միրզոյանն էլ էր իր վիդեոյի մեջ ասում ես չգիտեմ ով տեսա բայց ես նենց էի հավանել ճիշտ է այդ իր խոսքեր չէր ինքը նա շատ հաջողակ բիզնեսմենի էր ցիտում Մարիամ Միրզոյանն իր վիդեոյի հոլովակի մեջ ինքը ասում էր եթե մարդը աշխատում է ուտելիքի եւ հագուստի համար ինքը ստրուկից ոչ մի բանով չի տարբերվում եթե քո աշխատանքը երիքում է ուտելու ու հագնվելու Ես մի վարքյան ներողություն եմ խնդրում որ եթե մարդիկ կարողանում են աշխատել զուտ ուտելու հագնելու համար դա սովորական ստրկություն է ճիշտ է ահա ոնց ասեմ լիքը խանութներ են որտեղ մարդը իրան $5 կամ $10 ինչ-որ մի շոր է առնում ու ինքը մտածում է որ ինքը լավ է ապրում որտեղ ինքը շոր է առնում ու հագնում Այ աբսուրդը տեղ էր ու այս վիդեոյի մեջ այդ միտքը էլի հնչեց այդ միտքը ինձ հանգիստ չի տալիս որովհետև եթե մենք վերցնենք թե ինչի համար են մարդիկ ձգտում աշխատել այսօր դուք կտենաք որ դրանից բացի իրանք ոչ մի ուրիշ բան չեն կարող անել իրանք չեն կարող ավտոմեքենա առնել որը փոխադրամիջոց է ու կասեք չէ կարում են չեն կարում եթե կարում են առնում են վարկով Եվ այդ ավտոն առնում են $5,000, բայց վճարում են $10,000, որտեղ իրանք փողը վարկով են վերցնում, ավտոն վարկով են առնում, տուն առնում են վարկով։ Այդ տունը արժե օրինակ եմ ասում $50,000, բայց վերջում ինքը վճարում է $100,000 վարկով, ու ինքը դա սաղ կյանքն է այդ վարկը փակում։ Ու Եթե ինքը աշխատանքը մի օր, մի տարում կորցնում է, այդ սաղ նույնիսկ ստիպված է ծախի, որտեղ ինքը չի կարող վարկը փակի։ Այդ տենց են մարդիկ ավտո առնում։ Կահույքը մարդիկ վարկով են առնում, լվացքի մեքենան մարդիկ վարկով են առնում։ Ու կրկնակի եռակի բանկերին են վճարում։ Ողջույն բոլորին, քննչան կարելի է մի միտքեր լրացնեմ այստեղ։ Օ, Սվետա Պալյանն է մեզ հետևում, ողջույն։ Ողջույն, քննչան լսում եք։ Աղջիկներ ողջունեք մեր պրոյեկտի ուժեղ կանանցից մեկին Սվետա Պալյանին, ողջույն, ինչու ես հիվանդացել, սիրելի Սվետա։ Շատ հիվանդ եմ իրականում, բայց հիմա ոնց որ թե արդեն կրոնե կարող եմ խոսել։ Ոյազիչ ջան։ Ողջունում եմ բոլորիդ, քննչան, այս միտքը այնքան հարազատ թված անցած օրը, որ Գյումրիում հավաքվել էինք սեմինարից հետո տնօրենով զրուցում էին, թե շատերը կարծում են, որ Wildberries-ը կամ Temu-ն ցանցային բիզնեսին ու ֆաբրիկին ոնց որ կոնկուրենտ են, Իրինան մի հատ միտք ասեց, տեսեք, ովքեր են կոպիտ համատություն է, բայց այնքան տիպուկ էր, ասում են, ովքեր են գնում ամեն օր Wildberries-ից մի հատ ապրանք վերցնում տուն գալիս։ Այն մարդիկ, ովքեր դաժե մի տարվա կտրվածքով իրենց նպատակները չեն իրականացնում։ Ու ամեն օր մի փոքր բան առնելով, այդ իրանց մոտիվացիայի մակարդակը բարձր են պահում։ Այնքան այսպես կպավ ու այս թեմային էլ համահունչ էր, որ ուզեցա փոխանցել այստեղ գտնվողներին։ Բանիկ են առնում, երեխուն կամ այդ նիվիդիմկա են առնում ու մտածում են, որ ես եւ ինքան կրուտոյ մարդ եմ, տիպը ես ոչ մի ֆինանսական խնդրեմ չունեմ։ Այո, ինքնա, որտեվ հիմա այդ կապիտալիզմի դարը, չէ, լցված է այդ ապրանքը եւ այլն, քեզ թվում է թե դու, չգիտեմ, բաժակ ջրի բաժակ ես առել, դու հարստության մեջ ես, տիպը դու ոչ մի խնդրեմ չունես, բայց իրականում հարստությունը երեխեք դա ճոխությունը չի, հարստությունը դա այն է, որ դու կարաս տարին գոնե մեկ անգամ ստուգվես ոտից գլուխ։
հարստությունը էդ էնա, որ քո երեխային կարաս իրան համապատասխան կրթություն տաս։ Այդ նույն վալբերիզով ուրախացողներին երեխեքը չեն կարող գնան ինստիտուտ, իրանք չեն կարող դասախոսներ վարձենյաց երեխեքի համար, դաժե այդ երեխեն շատ էլ ընդունակ է։ Ինչ են գնում վայենի ակադեմիա սովորում մարդիկ, ինչի։ Երազել են վայենի դառնան, հա, գնան զենք առնեն ձեռները, հա, այդաս ամեն մի ծնող էդ է երազում, բայց շատեր իրանց երեխեքին տալիս են վայենի ակադեմիա, որտեղ իրանք չեն կարող կրթության տան իրանց երեխան։ Իրականում։ Բայց այդտեղ հարցեր չի, ես ինչ եմ ուզում ասել, որ գործընկեր գտնելը ցանցային բիզնեսում, դա ծղոտի պարկի մեջ ասեղ գտնելու նման պրոցես է։ Եվ դրանից պետք չի վախենալ, դրանից պետք չի նեղվել։ Երբ որ քեզ չհասկացող մասայի հետ ես հանդիպում, պետք չի մտածել, որ դու ես վատը։ Ես եմ այնքան վատ ու իմ բիզնեսն է այնքան վատ, հասկանում եք, պետք է ռեալ նայել, փաստերին, ասենց որ բաց աչքերով կարողանալ նայել, որ մարդիկ ուր են ձգտում, ուր են գնում։ Ու քո առաջարկը ամեն մեկի քթին չի կպնելու, ամեն մեկը չի էլ հասկանալու, ամեն մեկը չի էլ գիտակցելու։ Բայց այդ չի նշանակում, որ քո բիզնեսն է վատ։ Այդ նշանակում, որ դու կգտնես քեզ լավ պարտներներ։ Սվետին քթանք։ Այս մարդը 3 երեխա ունեցավ մեր աշկի դեմը, իմ աշկի դեմն է իր 3 երեխան ծնվել։ 3 երեխու հետ կարողացան Գյումրիում տուն առնել, վերանորոգել, կահավորել, ճամփորդել։ Բիզնեսը կայանում է այն մարդկանց մոտ, ովքեր ձգտում են շարժվել առաջ, ովքեր սովորում են եւ ովքեր սովորում են նաեւ շատ բան իրանց սխալների վրա, ովքեր որ մտածում են ես ճիշտ եմ, իմ ամեն ինչը ճիշտ է, 100%-ով ճիշտ եմ, ինքը ոչ մի չի սովորում։ Ոչ իր բիզնեսում, ոչ էլ իր կյանքում։ Դե միշտ քեզ թույլ տաս մտածելու, որ ես մի բան չգիտեմ, ես չգիտեմ ինչպես խոսալ, ես չգիտեմ ինչպես գրել, ես չգիտեմ ինչպես զանգել եւ այլն։ Այդ սա նորմալ է, այդ սա կարելի է փողել, երբ որ դու շատ ես շփվում հաջողակ մարդկանց հետ, երբ որ դու գալիս ես այդպես հանդիպումների, լսում ես քո հովանավորներին ու կամաց քո լեզուն էլ է բացվում։ Այս օրինակ իմ նաստավնիկին զանգում է, ասում է, «Սենց բան որ ասեն, դու ինչ կասեր», ինքը ասում է, «Ես տենց կասեմ», լավ է, ես էլ տենց կասեմ։ Այսինքն ես չէ որ ինքը ամեն բիզնես ունի իր բառապաշարը։ Եթե դու օրինակ եմ ասում, աշխատել ես հացի խանութում, օրինակ եմ ասում, մարդը աշխատել է հացի խանութում, ինքը գիտի հացի խանութի բառապաշարը։ Եթե մարդը դերձակ, օրինակ ես գործընկերն եմ, ինքը բիզնես ունի, կարի արհեստանոց ունի։ Ինքը գիտի կարի արհեստանոցի բառապաշարը, բայց հիմա ինքը նստած կրծում է սիթիվոյ բիզնեսի բառապաշարը, որտեղ ինքը չունի դա։ Ու կունենա։ Ինչ պրոբլեմ կա, սովորող ձգտող մարդու համար ոչ մի պրոբլեմ չկա։ Ինքը դա կսովորի։ Այ դա շատ կարևոր է, որ դուք դրա վրա աշխատեք, երեխեք ջան։ Հա, մի բանի մասին էլ միջոցառման մասին էլ ձեզ հայտարարեմ։ Եվ այսօր եւ կնայեմ ձեր հարցերը չաթում կամ ով ուզում է կարա իրական բարձրախոսը միացնի եւ հարցերը տա։ Ապրիլի 12-ին կանացի առողջության օր Երևանում պրեզիդենտ հյուրանոցում կազմակերպում է Ֆաբերլիկ ընկերության կենտրոնական գրասենյակը Իրինա Անդրոպովայի մասնակցությամբ ժամը 13:00-ից 15:00 պրոմո կոդ է ձեզ տրվում մասնակցության համար 3000 դրամի, այսինքն մասնակցելով առողջության օրերին դուք կստանաք նաև պրոմո կոդ, որը կարող եք ձեր պատվերի հետ օգտագործել եւ առողջության բաժնից ձեզ ապրանք վերցնել, նվեր։ Միջոցառմանը մասնակցելու համար հարկավոր է ձեռք բերել տոմս, եթե չեմ սխալվում 1500 դրամ ամոնտս չեմ գրել։ Արտիկուլը 780087 տոմսը հարկավոր է առնել ու շուտ վճարել, որովհետեւ 30-40 տեղ է։
Ահա, Անահիտը հուշում է 1500 դրամ։ Այո, այսինքն տոմսի համար վճարում եք 1500 դրամ եւ ստանալու եք պրոմոկոդ 3000 դրամի, որը կարող եք օգտագործել առողջության բաժնից ձեր համար գնումներ անել։ Ես շատ կուզեի, որ գնային իմ թիմի աղջիկները, դա ձեր համար շատ լավ գիտելիքներ է բացելու դեպի մեր բիոդաբավկաները, այդպիսի հանդիպումները վարում են բժիշկները, այսինքն իրանք ձեզ արտիկուլը 8000 դներեք 780087 տոմսի արտիկուլը։ Ես շատ եմ ուզում, որ իմ աղջիկները գնան անպայման այս հանդիպումը վարում են բժիշկ մասնագետներ եւ իրանք ձեզ խորհուրդ են տալու մեր բիոդաբավկաների շնորհիվ ձեռք բերել կանացի առողջություն։ Մենք ունենք կանացի առողջության շատ լավ շարք, այնտեղ դուք կարող եք ձեր բոլոր հակացությունները ասել, հա, ասենք կարող է մեկի մոտ այս խնդիրն է, մեկի մոտ այն խնդիրն է, դուք ասում եք, մի խոսքով, երեխեք 21-րդ դարն է եւ հիմա հնարավոր է լինել առողջ առանց դեղերի, որտեղ հիմա կա բիոդաբավկաներ ու Ֆաբերլիկը դրանք ունի շատ լավ բիոդաբավկաներ, ես ինքս կանացի լիքը պրոբլեմների ազատվել եմ մեր բիոդաբավկաների շնորհիվ, չգիտեմ ովքեր որ այստեղ կան կհիշեն Ալեքսանդր Էդիգերի Հայաստանի տնինգը, որ ինքը եկել էր, ես ընդեղ իմ հարցերը տվեցի, հետո ես օնլայնել եմ գրել իմ հարցերը մեր մասնագետներին եւ իրանք ինձ օգնեցին, ես կանացի քրոնիկ բորբոքումներ ունեի եւ այդ բորբոքումները ես հաղթահարեցի մեր բիոդաբավկաների շնորհիվ, երեխեք ջան, անպայման գնացեք այդ հանդիպմանը, ձեր առողջությանը, ձեր գիտելիքների ժամանակ հատկացրեք եւ առողջ եղեք։ Ափսոս, որ շաբաթ կիրակի հանդիպումներ չեմ կողոնում։ Հա, միշտ շաբաթ կիրակին անում, որտեվ աշխատող մարդիկ են շատ դեպքերում հանդիպումներին մասնակցում, որպեսզի կարողանան աշխատող մարդիկ նույնպես մասնակցեն, ինչ ասեմ, Հեղու ջան։ Այդպես աղջիկներ ջան, ինչ հարցեր դուք ունեք այսօրվա հանդիպման հետ կապված։ Խնդրեմ տվեք ձեր հարցերը։ Ոնց տեսնում եմ հարցեր չունենք, մենք չգրում են աղջիկները ոնց որ։ Ոնց տեսնում եմ հարցեր չունենք, մենք կհանդիպենք շաբաթ օրը բիզնես միլիոն խմբում, աստված տա ամեն ինչ նորմալ գնա, բոլորին անչափ շնորհակալություններ մասնակցության համար, կհանդիպենք մյուս անգամ սիրելիներ, եթե ոչ մի հարցեր չկա։ Հա, հես աղջիկները դրեցին տոմսը։ Ես նույնպես բոլորին շնորհակալ եմ, բարի գիշեր բոլորին ցտեսություն։